Բեմական կրքեր, հուզմունք, ապրումներ, այս ամենին ականատես կլինենք ապրիլի 30-ին, երբ հայտնի կդառնան Խազեր երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած մրցանակաբաշխությունն ունի 17 անվանակարգ։ Արտիստները անցնելու են կարմիր գորգով, տեսնելու ենք բոլոր արտիստներին արդեն կարմիր գորգում, թե ով ինչպես է ներկայացված, այդտեղից է երևի թե սկսվելու հենց ինտրիգան, այդտեղից է սկսվելու շոուն, որովհետև կարծում եմ նմանատիպ մրցանակաբաշխությունների ամենահետաքրքիր մասը դա կարմիր գորգն է։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ իհարկե հետաքրքիրել չէ առանց ինտրիգայի, որովհետև ինտրիգան դա ավելի է գեղեցկացնում եւ ավելի մասշտաբային է դարձնում նմանատիպ միջոցառումները։ Մրցանակաբաշխությունը ինքնին շատ տարբեր է լինելու, այսինքն չի լինելու մեծ համերգային ծրագիր, այլ լինելու են հատուկ կատարումներ։ Բացի 17 հիմնական անվանակարգերից կա նաև մեկ հատուկ մրցանակ, որը կորոշի հենց ակադեմիան։ Մրցանակաբաշխության անվանումը պատահական չի ընտրվել, Խազերը հայ միջնադարյան նոտաներ են, որը ժամանակին ուսումնասիրել է Մեծն Կոմիտասը։ Խազերը դա մեր հիմքն է եւ մենք շատ կուզենք, որ մեր երաժշտությունը իսկապես հիմնված լինի մեր ակունքների վրա, չէ որ մենք հետաքրքիր ենք աշխարհին միայն այն երաժշտությամբ, որը հիմք ունի։ Այսօրվա օրով շատ բարդ է մրցել համաշխարհային տրենդերի հետ, եթե դու չունես ինչ որ ինդիվիդուալ, ինչ որ յուրօրինակ բան, իսկ մեր յուրօրինակությունը դա մեր հիմքն է, որի հիմքում կանգնած են եւ Խազերը։ Խազերը հայկական երաժշտարվեստը միջազգային ստանդարտներին կմոտեցնի, համոզված է Հայկական երաժշտարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ Ավետ Բարսեղյանը։ Հայկական ինքնությունն ու կոդը պահողանուն է ու գիտեք մի բանը, որ շատ երկար ես ասում ու ոնց նավի անունը դնես, այնպես էլ նավարկությունը կընթանա։ Այդ իսկ պատճառով Խազեր երաժշտական խազ կթողնի, հետ կթողնի։ Երաժշտարվեստի լավագույններին կորոշեն ակադեմիայի 300 անդամները։ Դուշի տակ լացող լինելու է, որ չի ստացել մեղադրելու է, բայց ըստեղ մեղադրանքը քչանում է։ Նախնյաց տարիներին նախկինների օրոք, ինչպես ասում են, եթե կարելի էր ասել 2-3 հոգի են որոշել, ապա այստեղ այնքան ամեն ինչ թափանցիկ է, մեր սայտը հրաշալի ձևով կա, այսինքն 300 հոգու չես կարող մեղադրել, որ մի հոգի է ընտրել։ Ինչքան հնարավոր է օբյեկտիվ է դարձնում մրցանակաբաշխությունը։ Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ թերևս առաջին անգամ է, որ միջոցառումը կազմակերպելու համար աշխատելու է մի քանի բեմադրիչ։ Առաջին անգամ ոչ թե մի անձնյա տարիների ընթացքում մենք գիտենք, որ մեր հայր հիմնադիր Հրաչ Քեշիշյանը արել է ընտիր միջոցառումներ, հետաքրքիր միջոցառումներ, այս անգամ Հրաչ Քեշիշյանին միանում են մեր ժամանակի ամենագրագետ ու ամենաճաշակով Արթուր Մանուկյանը եւ Նայիրե Ստեփանյանը, ամեն մեկը իրենց ասպարեզի, իրենց ռեժիսուրայի կտորների մասնագետները ու Հրաչի հետ Քեշիշյան դա դառնալու է եռաֆազ եւ մեր եռախազա դառնալու յուրաքանչյուր աժիոտաժ խազերի շուրջ դա հրաշալի է, հեքիաթային է եւ պարտադիր պայման է։ Այս մրցանակաբաշխությունը ակադեմիայի գործունեության միայն մի մասն է։ Երաժշտական ակադեմիան ձգտում է վեր հանել բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք ակադեմիայի անդամների կարծիքով մնացել են ստվերում։ Ակադեմիայի աշխատանքը կբերի արդյունքների, որը կարող է պատահի մենք այսօր վաղը չտեսնենք, բայց վաղը չէ մյուսօր մենք հաստատ կտեսնենք, որովհետև ակադեմիայում հավաքված են իսկապես կայացած տաղանդավոր իրենց ամեն մեկը իր ասպարեզում կայացած երաժիշտներ, ռեժիսորներ, տաղանդավոր մարդիկ, որոնք ուզում են փոխել իրականությունը, դարձնել ավելի լավը, որովհետև մենք ունենք շատ մեծ պոտենցիալ տաղանդավոր մարդկանց, շատ հաճախ այդ պոտենցիալը հնարավորություն չունի բացվելու։ Ապրիլի 30-ին մրցանակաբաշխության հաղթողների ձեռքին կլինի քանդակագործ Նուրի ստեղծած Խազեր արձանիկը։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։